Ֆուտբոլիստներ, ում համար տարիքը արգելք չէ, լեգենդներ, ովքեր ֆուտբոլ էին խաղում ոչ գումարի, ոչ էլ փառքի համար, խաղացողներ, ովքեր հարգում էին մարզչին, աջակցում խաղընկերոջը ու կռիվ տալիս խաղադաշտում անկախ ամեն ինչից։ Ռոման Բերեզովսկի, Ֆերնանդո Հիերո, Պավել Նեդվեդ, Ֆրանկո Բարեսի, Ալեսանդրո Կոստակուրտա, Գարի Նևիլ, Ռայան Գիգս, Ֆրանչեսկո Տոցի, Դանիելե Դերոսի, Պետր Չեխ, Օլիվեր Կան, Ալեքսանդր Շավկովսկի, Ֆերնանդո Ռեդոնդո, Մարկո Բալոտա եւ այլոք։ Նշեցի նրանցից մի քանիսի անունները։ Ցավոք, բայց ժամանակակից ֆուտբոլում նման խաղացողներ գրեթե չեն մնացել։ Տվյալ տեսանյութը ուսուցանող կարող է լինել բոլորիս համար, որովհետև այս տղաները իրենց ամբողջ կյանքում անծանոթ են եղել հանձնվել բառի հետ։ Подача на ближний удар! Буфонище! Чудовищный Буфонище! Я сейчас убегу из комментаторской, потому что это невозможно комментировать. Как можно такие мячи отбить два раза? Удар было! И вот достойный ответ Буфона. В створ мяч шел. И Буфонище показывает, что он в полном порядке. Барселона очень легко входит в чужой штрафной удар в створ. Буфон! Вы сказали, это второй слог, все. Закончили с этим на сегодня. Ես 12 տարեկան էի, երբ շրջվեցի ձեզ մեջքով, սրտի ընտրություն, բնազդ։ Այդ օրվանից հետո ես դադարեցի նայել ձեր աչքերին, սկսեցի սիրել ձեզ, սկսեցի պաշտպանել ձեզ։ Ես խոստացա ինձ անել հնարավորը, որպեսզի այլևս ձեզ հետ հայացքներով չհանդիպեմ։ Ամեն անգամ, երբ դա պատահում էր, ես ինձ դավաճան էի զգում, մարդ, ով չարդարացրեց իրեն։ Մենք միշտ հակադրություններ ենք եղել, սակայն դրանով հանդերձ միշտ լրացրել միմյանց, ինչպես լուսինն ու արևը։ Ես արել եմ իմ ընտրությունը 25 տարի առաջ եւ երդվել, որ կպաշտպանեմ ձեզ ամեն գնով։ Ես դարձել եմ ձեր վահանը թշնամիների դեմ։ Միշտ մտածել եմ ձեր բարեկեցության մասին, կարևորելով դա իմ շահերից առավել։ Ես 12 տարեկան էի, երբ շրջվեցի ձեզ մեջքով։ Շարունակելու եմ պաշտպանել տունս, քանի դեռ ոտքերս, գլուխս եւ սիրտս թույլ են տալիս ինձ անել դա։ Մեջբերում էի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի գրված նամակը ուղղված դարպասներին։ Ընթացիկ մրցաշրջանում իտալացին անառիկ է պահել դարպասը 974 րոպե շարունակ։ Բուֆոնի մասին շատ խոսել պետք չէ։ Երբ Կալչոպոլիից հետո ծեր սինյորային արտաքսեցին Սերիա B, Ջանլուիջին այն սակավ խաղացողներից էր, ով չլքեց խորտակվող նավը, սակայն ուներ այնպիսի առաջարկներ, որին կդիմանային շատ քչերը։ Բազում թիմային եւ անհատական տիտղոսներ, նվաճած Սկուդետոից մինչեւ աշխարհի չեմպիոն։ Ժամանակակից ֆուտբոլում քիչ են խաղացողները, ում կարելի է հարգել եւ ընկալել որպես օրինակ։ Իսկ տեսել եք, թե ինչպես է խաղից առաջ Բուֆոնը աջակցում եւ ոգևորում խաղընկերներին։ 38 տարեկան հասակում հանդես գալ այս մակարդակով, գիտեք ինչ հազվագյուտ երևույթ է։ Լեգենդի մասին հատվածը ավարտեմ հենց իր խոսքերով։ Մարդիկ տարբեր բառեր են օգտագործում քեզ հաջողություն մաղթելու համար։ Իսկ ես կարտահայտեմ ընդամենը մեկ բառ։ Այդ բառը ընկերն է։ Շնորհակալություն, որ երբեք չես հանձնվել։ Միշտ խաղացել ես կրակն աչքերում ու դարձել օրինակ բազում երեխաների համար։ Можно было и поярче, и посвежее игроков. Тебе, ох, какой Буфонище! Это Буфонище! Красавчик, конечно, а? Ну, в таком матче, где Италия не на жизнь, а на смерть, нет, он тоже должен был сыграть. Саш, человек стоит целый тайм, не делает ничего. Мокнет под дождем. Какой мяч вытащил, а? Ուրախություն, հավատարմություն եւ խիզախություն։ Այնպիսի հաղթական հայացք, որը ուղղակի թափանցում է հոգուտ խորքը։ Թափանցում, որից հետո սկսում ես հասկանալ այն դառը իրականությունը, որ համաշխարհային ֆուտբոլը առանց նրա դարձավ մի տեսակ ուրիշ։ Անչափ համեստ, ընկերասեր եւ որ ամենակարևորը պայքարող ու չհանձնվող։ Նրան հարգում էին անգամ թշնամու ճամբարում։ 1998 թվական օգոստոսի 19-ը խաղադաշտ է դուրս գալիս գրեթե բոլորի համար անհայտ Չավի Հերնանդեսը։ Դուրս է գալիս, որպեսզի տարիներ հետո փոխի ամեն ինչ։ Այո, հենց ամեն ինչ։ Փոխի ոչ միայն ցույց տված խաղով, փոխի ոչ միայն նվաճած տիտղոսներով, այլ առաջին հերթին որպես մարդ, որպես անհատ, որպես իսկական պրոֆեսիոնալ, որպես օրինակ եւ որպես ուսուցիչ։
Այս ֆուտբոլիստի օրոք 8 մարզիչ է փոխվել, եւ նրանցից ոչ ոք բացասական չի արտահայտվել կատալան կիսապաշտպանի վերաբերյալ, որովհետեւ երբեք փոքրիկ գեներալը սեփական շահերը թիմինից ավելի բարձր չի դասել։ Երբ իմացավ քաղցկեղով տառապող հիվանդ տղայի մասին, այցելեց նրան եւ նվիրեց Բարսելոնայի մարզաշապիկը։ Երեխան խնդրեց ֆուտբոլիստին, որպեսզի վերջինս գոլի հեղինակ դառնալուց հետո ցուցադրեր ահա այս ժեստը։ Չավին պահեց իր խոստումը։ Պարիս Սեն-Ժերմենի դեմ խաղում անվրեպ իրացրեց 11 մետրանոցը ու կատարեց 10-ամյա Միկելի խնդրանքը։ Խփած գոլը նվիրելով հենց հիվանդ երեխային։ Արտասվող Չավի Էրնանդեսի կադրերը միշտ տպված կմնան ֆուտբոլասերների սրտերում։ Հաջողության հասնելու համար կա ծանր, բայց նաև շատ պարզ ճանապարհ՝ հավատ ու աշխատասիրություն, հարգանք եւ դաստիարակություն։ Այս հատկանիշները դու ուղղակի իրավունք չունես կորցնելու։ Կարծում եմ կարող են հպարտ լինել այն մարդիկ, ովքեր տեսել են Պաուլո Մալդինիի ցույց տված խաղը։ Միայն նրա ներկայությունը ոգևորում էր ամբողջ թիմին։ Խիզախ, նվիրված ու պայքարող մինչ հանդիպման վերջին րոպեն։ Իր ամբողջ կարիերան անցկացրել է ֆուտբոլային ակումբ Միլանում, որի կազմում մասնակցել 902 պաշտոնական խաղի։ Պաուլո Մալդինին Սերիե A-ում անցկացրած խաղերի քանակով համարվում է բացարձակ ռեկորդակիր։ Տպավորությունը այնպիսին էր, որ այս մարդը չէր վախենում ոչնչից։ Երեխաները եւ երիտասարդները համարում էին նրան ուսուցիչ, մարզիչները եւ ղեկավարները ավագ ընկեր։ Երեխա ժամանակ լաց լինելով եկա տուն եւ ասացի մորս, որ այլևս բակ դուրս չեմ գալու։ Նա երկար նայեց ինձ ու ասաց հետևյալը. Պաուլո, եթե հիմա պարտություն կրես, ապա պարտված ես լինելու քո ամբողջ կյանքում։ Գնա ու պայքարիր նպատակներիդ համար։ Այս խոսքերը ինձ համար ճակատագրական դարձան։ Չհանձնվել հասկացողությունը անցավ արյանս մեջ։ Իհարկե ես գլուխս կախ վերադարձա բակ։ Ու հիմա նման կերպ դաստիարակում եմ իմ զավակներին։ Մարդ իր արարքների համար պետք է պատասխան տա ինքնուրույն։ Պաուլո Մալդինի, Սան Սիրոյի ոսկե սերնդի վերջին մոհիկանը, մարդ դարաշրջան։ Հաջողությունը թակում է արժանապատվություն ունեցող մարդկանց դռները, ովքեր լաց չեն լինում եւ ինքնուրույն են պատասխան տալիս իրենց արարքների համար։ Санетти. Молодежный пас такой. Какой же он спортсмен! Великий! Великий Санетти входит в штрафную площадь! Как же человек феноменально готов физически. Это просто удивительно. На 88-й минуте, 40 лет человек. Вы посмотрите, что он творит. Образец просто спортсмена. Sarà una partita infinita. Խավիեր Զանետի, ժամանակակից ֆուտբոլի վերջին ջենտլմենը։ Այս մարդը ուղղակի անծանոթ էր հոգնեցություն բառի հետ։ 40 տարեկան հասակում ցուցադրել ահա այսպիսի ֆուտբոլ կարող են բացառիկ խաղացողներ։ Նա դուրս էր գալիս խաղադաշտ ու պայքարում ցանկացած գնդակի եւ յուրաքանչյուր քառակուսու համար։ Տրակտորը այսպես էին անվանում նրան Միլանում, իսկական հեղինակություն էր եւ խաղադաշտում եւ դրա սահմաններից դուրս։ Իսկ գիտեիք, որ արգենտինացի ֆուտբոլիստը երեխա ժամանակ համարվում էր անհեռանկարային, կարճահասակ էր եւ ուներ ոչ սպորտային կազմվածք։ Երկարատև պայքարից հետո Զանետին դարձավ նա, ով այսօր կա, այսինքն լեգենդ եւ օրինակ բազում երեխաների համար։ Եվս մի հատկանիշ, որը գեղեցկացնում էր կապիտանային՝ համեստությունը։ Այս մարդը երբեք աստղային հիվանդությամբ չի տառապել ու միշտ աջակցել կրտսեր սերնդին։ Հատկապես տպավորիչ էր Խավիեր Զանետիի հրաժեշտի հանդիպումը։ Արտասվում էր ոչ միայն աշխարհի ամենաջենտլմեն ֆուտբոլիստներից մեկը, այլ նաև ամբողջ մարզադաշտը։ Կապիտանոն առյուծ էր։ Ահա այս աչքերում կրակ կար։ Այդ կրակը փոխանցվում էր ամբողջ թիմին։ Опа! Карлес Пуйоль! Вот это да! Нечего было зверя будить. Տվյալ կադրերը դիտելուց հետո խոսքերը Կարլես Պույոլի վերաբերյալ դառնում են ավելորդ։ Իսկական տղամարդ, իսկական մարդիկ։ Երբեք, կրկնում եմ, երբեք չհանձնվող ու միշտ աշխատասեր։ Ահա այս ամաչկոտ, անհայտ եւ կաշկանդված տղան ի տարբերություն շատերի այդպես էլ իր մարտտեսակը չփոխեց։ Ջանք ու եռանդ չէր խնայում Բարսելոնայի մարզական պատիվը բարձր պահելու համար, ընդհուպ վնասելով սեփական առողջությունը, ստանում վնասվածքներ խաղում սրտով։
Շատ պարզ մարդ, ով իրոք պարզ ֆուտբոլ էր խաղում։ Երկաթե Կարլեսը վճռական էր, ուներ նպատակին հասնելու աներևակայելի կամք, երբեմն էլ կոշտ էր ու համառ։ Տիագոն, Դանի Ալվեշը, Պեդրոն եւ հետո արդեն Պիկեն խոսքերս կհաստատեն։ Այո, Բարսելոնան ունի եւ կունենա շատ աստղեր, սակայն Պույոլը միշտ կմնա անփոխարինելի։ Պույոլը ուղակի ունակ էր մահանալ խաղադաշտում։ Նրա հեռանալով ավարտվեց մի մեծ դարաշրջան, ավարտվեց մի գեղեցիկ պատմություն։ Կարլես Պույոլ, նա դաստիարակեց մի ամբողջ սերունդ։ Նրանք բոլորը լավ գիտեն, թե ով է իրենց հավերժական ավագը։ Ահա այսքանը, եթե ցանկություն ունեք, որպեսզի պատրաստենք նաև երկրորդ մասը, ապա գրեք կոմենտների մեջ։ Նոր տեսանյութը կներկայացնենք արդեն 2 օր հետո։ Անհամբեր կսպասենք ձեր մեկնաբանություններին։ Շնորհակալություն ուշադրության համար։ Եղեք ուժեղ, կհանդիպենք։